Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ես այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել բավականին շատ հետաքրքիր մի լեկցիա է այսօր թեման, որը կապ ունի լիտայի հետ, այսինքն տարվա անիվի մեջ հենց ինքը լիտան, ինչը իրենից ներկայացնում, դա արևադարձային ամենակարևոր տոներից մեկն է, որը կապված է հենց ամառային արևադարձի հետ։ Երբ այստեղ արևը կարող է հասնել իր գագաթնակետին եւ որը ամենաերկարն է, իսկ գարնան-գիշերը հավասարը, որը կոչվում է օստարը, մի այլ տոն է, դա հավասարակշռության մասին է խոսում, վերածննդի եւ նոր կյանքի խորհրդանշի մասին։ Ստորև ես կարող եմ մի փոքր այս մասին խոսել եւ ձեզ ներկայացնել հատուկ ծիսական եւ հոգեվոր խոսքեր այդ տոների մասին, որոնք ձեզ կարող են շատ օգնել ձեր կյանքում։ Ինչ է ներկայացնում իրենից լիտան, հա, արևի թագավորության գագաթնակետն է դա։ Տարվա անիվի պտույտում լիտան հանդիսանում է ամառային արևադարձի տոնը, երբ օրը երկարագույնն է, իսկ գիշերը ամենակարճն է։ Դրա համար այս պահը խորհրդանշում է հենց արևի ուժի գագաթնակետը, բայց նաև կարող է հիշեցնել, որ այս պահից սկսած լույսը կարող է սկսել աստիճանաբար նահանջել։ Լիտան հին եվրոպական տոն էր, երբ մարդիկ այն ժամանակ վառում էին կրակներ ցատկում հուրերի վրայով, բոլորս գիտենք, որ նաև դրանք պահպանվել են նաև այդ տոները մեր երկրում, հա, որտեղ կրակի վրայով, հա, թռնում են մեր հայերը, բավական տեսած կլինեք, նաև վառում են կրակները, ոչ միայն ցատկում հյուրերի, հա, վրայով, դա նաև կապ ունի մաքրության, պտղաբերության հետ, որ կարող եք այդպես թռնել կրակի վրա, մաքրվել, եւ այդ ժամանակներում ասում էին, որ օրհնում էին արևը որպես կյանքի աղբյուր։ Դուք բոլորը տեսաք, որ ես ինչպիսի ծիսակարգ էի կատարել, ես հատվածներ թողեցի։ Ընդհանրապես այս տոնը կոչ են անում գնահատել լույսը, էներգիան եւ արարչությունը։ Շնորհակալ դուք պետք է լինեք կյանքի բարգավաճման համար, պահպանեք հոգեվոր ջերմությունը, ինչպես արևը, հա։ 3 օր է տևում այս լիտայի ծիսակարգերը, տոները, որոնք որ կարող են բավականին մեծ էներգիա են տալիս եւ կարող են ձեր կյանքում մեծ փոփոխություններ բերեն։ Իսկ օստարան դա գարնանային գիշերահավասարն է, գարնան-գիշերահավասարի ժամանակ օրը եւ գիշերը ասում են հավասար են եւ այստեղ բնությունը կարող է արթնանալ ձմեռային քնից, հա։ Այս տոնը նաև կոչվում է օստարա, կապված գերմանական աստվածուհի Օստրեի հետ, որին պատմում են, որ նվիրված են եղել պտղաբերության, վերածննդի եւ նոր սկզբի խորհրդանիշները։ Օստարան ասում են, որ սովորաբար ուրեմն ինչի հետ կապ ունի, սերմեր տնկելով կամ հոգեվոր նպատակներ ձևակերպելու հետ կապ ունի, զարդարված ձվերով ու ծաղիկներով կյանքի պտղաբերությունն ու բազմազանությունը նշելու, բնության հետ կապը խորացնելու ծեսերը մեծ կապ ունեն այստեղ։ Դրա համար լիտան եւ օստարան որպես հավասարակշռություն, խոսքի օրինակ, եթե օստարան կոչ էր անում սկսել, ապա այստեղ լիտան, հա, այսօրվա տոնը հունիսի 21-ն է արդեն, օրը սկսել է լիտայի, ուրեմն լիտան այստեղ կարող է բարձրանալ ու փայլել։ Նրանք երկուսով ասում են, որ կյանքի շղթայի տարբեր փուլերն են, այսինքն մեկը կարող է խոսել, իսկ մյուսը պտուղ տալ։ Եթե ցանկանում եք մի փոքր ես կարող եմ ավելի հետաքրքիր խոսել այս մասին ձեզ ինֆորմացիա տալ, որպեսզի դուք գիտելիք նաև ձեռք բերեք, ձեզ համար սա շատ կարևոր կլինի, որտեղ լիտայի տոնը շատ հզոր ժամանակահատված է, ինքը ամառային արևադարձի շրջանն է, երբ այստեղ լույսը հաղթանակ է տարել խավարի վրա, բայց արդեն իսկ սկսում է նահանջել, հա։ Այս տոնը լավագույնն է հենց արևային էներգիայի հավաքման, հաջողության կանչի, սիրո, պտղաբերության, նաև ինքնաբացահայտման, ինչպես նաև ձեր հին երազանքները
հա, ազատելու համար։ Լիտային ընդհանրապես 3 օրերը ինչ կարող եք անել, այսօրվանից սկսած, հա։ Ուրեմն, առաջի օրը կարող եք նախապատրաստվել մաքրման, որովհետև այդպես է ճիշտ, լիտայից 1 օր առաջ, այսինքն մաքրության տարերքների հետ կապված, հա, հավասարակշռություն, ձեր մտադրության հստակեցումը պետք է պարզ լինի, թե ինչ կարող եք անել, օրինակ, կարող եք մաքրել տունը, քանի որ մարող լուսին է, ձեր մարմինը կարող եք նաև ինչու չէ լողանալ, ավանդական խունկ օգտագործել, աղաջուր, մաքրման համար, եղեսպակ, շալֆեյ կարող եք օգտագործել։ Հաջորդը դուք կարող եք գրել մի թուղթ գրիչ վերցնել, գրեք, ինչն եք ցանկանում թողնել ձեր կյանքում, օրինակ ձեր վախերը, կասկածները, անցյալից ինչ-որ բեռեր, հա։ Հետո այդ թուղթը կարող եք այրել ասելով ես այս բեռը կամ վախը եւ այլն, հա, թողնում եմ հուրը որպես փոխակերպման կրակ։ Տարերային հավասարակշռումը այստեղ մի փոքր ժամանակ կարող եք անցկացնել մաքուր օդում, ջրի մոտ, ինչու չէ, հողի վրա, կամ լսեք քամու ձայնը։ Երկրորդ օրը ինչ կարող եք անել, ամառային արևադարձի ժամանակ, այստեղ կարող եք կապ ունի արարքների հետ, արևի կանչի հետ եւ ձեր երազանքի դրսևորումների հետ։ Կարող եք ողջունել արևածագը, դիմավորել արևը, բայց դա կարող եք անել բաց տեղերում, հա։ Օրինակ, դաշտում կամ ձեր պատուհանի մոտ դուրս եք առավոտյան արթնացել եք, կարող եք մեկ բաժակ սուրճ խմում եք, նայել արևին, ձեռքերը պահել վերև եւ ողջունել ասելով, հա, բաց ձեռքերով, ողջունում եմ քեզ, ով արև, իմ հոգու ուժ եւ կյանքի լույս։ Նաեւ կարող եք վառել արևի կրակ, այսինքն արևի կրակը դա որն է։ Խոսքի օրինակ ոսկեգույն մոմ, նարնջագույն մոմ կամ մի փոքր խարույկ եւ շրջեք շուրջը կամ թռչեք դրա վրայով բավականին զգուշությամբ ասելով թող լույսն իմ կյանքում տանի ստվերը, թող իմ սիրտը վառվի ճշմարիտ ցանկությամբ։ Նաեւ կարող եք դուրս գալ բնություն, լինել ծառերի մոտ, խոտերի մեջ, հավաքեք արևոտ խոտաբույսեր, օրինակ ինչ խոտաբույսեր կարող եք հավաքել, հով հանդեմ, երիցուկ, եղեսպակ եւ ռեհան։ Դրանք հենց լիտայի, հա, արևադարձային, ամառային արևադարձային լիտայի օրվա ծաղիկներն են, դաշտային ծաղիկների մասին է խոսքը։ Սիրո կամ հաջողության կանչ կարող եք անել, գրեք ձեր ցանկությունները A4 թղթի վրա, փաթաթեք նրան, հա, մոտենակ բույսի շուրջ, խոսքի օրինակ արևածաղիկ կարող եք դնել, տեսակ այսօր իմ սեղանի վրա կար, կամ ինչ-որ դափնու տերև դնելով ասեք, ինչպես արևն է պայծառ, թող այս ցանկությունը, ինչ ցանկություն գրում եք, ուժ ստանա։ Նաև կարող եք պատրաստել արևային խմիչք կամ ինչ-որ ուտեստ, օրինակ մեղր, ցիտրուս, հա, անանուխ, եւ կիսվեք դա ձեր մտերիմների հետ։ Իսկ երրորդ օրը երախտագիտության շնորհակալություն հայտնելու եւ հանգստանալու օրն է։ Այստեղ լուսավորի հետ կապ ունի, այսինքն լուսավոր զատում, երախտագիտություն հայտնելու եւ ձեր ինտուիցիաների հետ, ինչ կարող եք անել։ Դուք պետք է շնորհակալություն հայտնեք արևին, տարերքներին, ձեր անցած ճանապարհների համար։ Կարող եք նաեւ ինչու՞ չէ մեդիտացիաներ անել, հարցնել ձեր հոգուն, որ լույսը խոսքի օրինակ կարող եք այսպես հարցնել, հա, որ լույսը ինձ ձեր անունը մնում է պահել, իսկ ինչն է գնալու։ Գրեք ձեր երազանքները, բայց միայն դրանք, որոնք դուք պատրաստ եք սնուցել արևի նման։ Դրանք կարող եք թաքցնել արևի լույսով օրհնված ինչ-որ տուփի մեջ։ Նաև կարող եք կախել արևի խորհրդանիշ, ինչ-որ ոսկեգույն կախազարդ, այդ օրը ամուլետ կամ եթե ունեք արևի պատկերով, հա, քար, որը որ տեսակ իմ սեղանի վրա կար, հա, դա արևի քարն էր, նարնջագույն մի փոքր, արևաքար են ասում դրան։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ անգլերեն դա ինչպես է կոչվում, կոչվում է sunstone։
Լիտայի խորհրդանիշները դրանք տարերը կրակն էլ և լույսը, գույները ոսկեգույն կարող եք օգտագործել, դեղին, նարնջագույնը, կանաչը, բույսերը ասեցի, հովվադեմ, երիցու, կոշինդր նաև կարող եք օգտագործել և դափնու տերև, քարերը հենց արևաքարն է, ցիտրինն է մեղրի գույնի և մարաղդը։ Աստվածությունների հետ կապված դա արևի աստվածն է, այսինքն լուգը, բելը, հելիոսը, մայր բնությունը իր ողջ պտղաբերության մեջ։ Սա բավականին շատ կարևոր օր է, հզոր էներգիա է կտա ձեզ բոլորին այս 3 օրվա ընթացքում, որպեսզի դուք ճիշտ վիզուալիզացնեք, վիզուալ այդ ամեն ինչը, շատերի մոտ, եթե ինչ-որ լավ հաջողություններ եք ունեցել ձեր կյանքում, կիսվեք արևի հետ և շնորհակալություն հայտնեք այն ամենի համար, ինչ ճանապարհ դուք անցել եք և այն, ինչ դուք կաք այսօր։ Այսքանով ես մի փոքր ցանկացա ձեզ այս օրվա մասին շատ կարևոր իրադարձության այս թեման ձեզ հետ կիսվել, որովհետև ես արդեն նախաձեռնել եմ վաղվա իմ հաջորդ օրը, թե ես ինչ պետք է անեմ, վաղը ես թեթև կադրեր ցույց կտամ, դեռ ոչինչ չեմ խոսում, բայց վաղը այդ կադրերը դուք կտեսնեք, թե ես ինչ եմ նախաձեռնել իմ երկրորդ օրվա համար։ Դա իմ որոշումն է և ես կարծում եմ ես շատ ճիշտ որոշում եմ կայացրել, ինչը շատ դուր է գալիս ինձ, որովհետև ես դա մեծ սիրով եմ անում, իմ սրտից է դա բխում։ Իսկ վաղը ես թեթև կադրեր ցույց կտամ, արդեն իմ հետևորդները կհասկանան, թե Լիտայի երկրորդ օրը, թե ես ինչ նախաձեռնություն եմ կատարում և ինչու եմ ես դա որոշել, որովհետև կհասկանաք, որ իրոք դա իմ սրտից է բխում։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, ցանկանում եմ բոլորիդ բարություն ձեր շուրջը, ձեր շրջապատին, շրջապատվեք այնպիսի մարդկանցով, որպեսզի սիրված լինեք, բավականին լավատես, հաջողակ և հեռու մնացեք նեգատիվ մարդկանցից, թունավոր, տոքսիկ մարդկանցից, ովքեր միայն կարող են թունավորել ձեր կյանքը և ում պետք է միայն ձեզանից ստանալ, այլ ոչ թե ձեր հետ կիսվել իր ռեսուրսները և այլն։ Միշտ էլ բոլոր տեղերում, երբ որ մարդիկ շփվում են, պետք է լինի էներգոաբմեն, բայց այսօր քիչ մարդիկ կան, որ այդպիսին են և նաև սիրում են օգնել բնությանը, կենդանիներին, մարդկանց լինելով օգտակար։ Այսքանով ես ավարտում եմ իմ աշխատանքը, կարծում եմ ձեզ շատ դուր կգա և ամեն ինչ արդեն, եթե հարցեր կունենաք, կարող եք մեկնաբանություններում գրել կամ հենց անձնական նամակով ինձ գրել իմ Facebook-յան մեսենջերին։ Այսօր այսքանը, մաղթում եմ բոլորիդ այս 3 օրերը լավ օր, թող բոլորի երազանքները կատարվի։ Այսօր այսքանը, լավ եղեք։